Ներկայացվող նախագծով առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության համապատասխան որոշումների մեջ, համաձայն որոնց տնային պայմաններում սպասարկող այն անձանց, ովքեր չեն օգտվում օրենսդրությամբ նախատեսված անվճար տեղ ստանալու իրավունքից, բժշկի նշանակումով տրամադրվում են անվճար տեղեր եւ երկրորդ վետերան օթևանում բնակվող անձանց ըստ գնահատված կարիքի տրամադրվում են առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես նաեւ բժշկի նշանակումով դեղեր այն անձանց նորից, ովքեր օրենսդրությամբ չեն նախատեսված արտոնություններից չեն օգտվում։ Այս փոփոխությունների կատարմամբ մեր համակարգում գործող պետական վճարեվտրային կազմակերպության կողմից Երևան քաղաքում շուրջ 1500 միայնակ տարեցների տնային պայմաններում սպասարկման ծառայությունները ավելի կհամապատասխանեցվեն գնահատված կարիքին։ Խնդրում եմ հաստատել։ Հարցեր, առարկություն։ Հաջորդ հարցը խնդրեմ։ Հաջորդ հարցով առաջարկվում է գնման գործընթացը իրականացնելու վերաբերյալ որոշման նախագիծն ընդունել։ Խնդիրը վերաբերում է աշխատամություն ունեցող անձանց անհրաժեշտ ծառայությունների մատուցմանը, որոնք վերաբերում են պրոթեզա-օրթոպեդիկ պարագաների, վերականգնողական պարագաների, սայլակների եւ լսողական սարքերի։ Պիտի նշեմ, որ 17 թվականի սկզբից այս ծառայությունների մատուցումն ապահովելու համար 16 թվականի դեկտեմբեր ամսին դեռևս գնումների մասին օրենքի հիման վրա կազմակերպել է գնման ընթացակարգեր 121 չափաբաժնով։ Նրանցից 71 չափաբաժինների մասով նախարարության եւ համապատասխան կազմակերպությունների միջև պայմանագրերը կնքվել են, որի շրջանակներում ծառայությունները մատուցվում են։ Մնացած 50 չափաբաժնի մասով գնման ընթացակարգի գնահատման արդյունքները մինչև անգործության ժամկետ սահմանելը բողոքարկվել են մրցույթին մասնակցած կազմակերպություններից մեկի կողմից, այնուհետև բողոքարկման խորհրդի որոշումից հետո նաև մյուս մասնակցի կողմից եւ այժմ քննվում է դատական մարմնում, վճիռ է կայացվել մայիսի 6-ին, բայց ուժի մեջ կմտնի հունիսի 6-ին եւ չկա վստահություն, որ նորից չի լինի բողոքարկումներ, այդ առումով առաջարկում ենք այն ամենակարևոր չափականակների մասով, որոնց մասով որ առաջ անհրաժեշտ է աշխատամություն ունեցող անձանց համար ծառայությունների մատուցումն ապահովել, թույլ տալ այս ձևաչափով գնումը կազմակերպել մինչև վերջնական որոշումների ընդունումը։ Խնդրում եմ հաստատել։ Հարցեր։ Ճիշտ եմ ես հասկանում, որ դուք վերլուծել եք եւ մեր կողմից, կառավարության կողմից բոլոր գործառույթները ժամանակին պատշաճ կազմակերպվել է, հա? Այո, պարոն վարչապետ։ Ինչ ենք հասել այս վիճակին։ Նշեցի, քանի որ բողոքարկումների ընթացակարգ է գնացել մասնակիցների կողմից, իր ընթացակարգերով արդեն 5-րդ ամիսն է գործընթացը գնում է։ 51 չափաբաժին, Հիմա եթե ամեն տարի տենց լինի, ամեն տարի մենք գալու ենք այս լուծմանը, որ մի աղբյուրից գնենք։ Խնդրեմ։ Դրա համար 168-ն որոշումը, երբ որ ժամանակին ես զեկուցեցի, այդտեղ մենք այդպիսի ֆորս մաժորային դեպք նախատեսել ենք, որ եթե կլինեն նմանատիպ դեպք, մենք որտեղ գնումների մասին օրենքի 168-ն որոշումը։ Մենք 1 ամսվա կամ կարճաժամկետ հրատապ խնդիր լուծում պահանջող պահանջները մենք այդպիսի տարբերակով կգնանք, իսկ այն մեծ չափաբաժինները նորից մրցույթ կանենք, որպեսզի անընդհատությունը ապահովենք։ Որտեղ մյուս կողմից տնտեսվարողների իրավունքն էլ է, պարոն վարչապետ, չեն կարող սահմանափակել, որ չբողոքարկեն, էլի։ Շատ լավ, այլ հարց, առարկություն։